97 համարի ավտոբուսն առավոտյան ժամը 11-ին մոտ այնպես է հարվածել այս Mercedes Sprinter-ին, որ շղթայական վթար է առաջացել։ Ուժեղ հարվածից Mercedes-ը 10 մետր շպրտվելով բախվել է ևս երկու կայանված ավտոմեքենայի ու խրվել հաստաբուն ծառի մեջ։ Տապալված ծառի ճյուղերը ընկել են Ռուբինյանց փողոցի այս շենքի բակում կայանված մեկ այլ մեքենայի վրա։ Այն ներքևը ահագին պլաստմասա է, ոստիկանության աշխատողները ասին պլաստմասը կբան ներքև էր թափե տվեցին իրանց։ 97 համարի ավտոբուսում վթարի պահին ուղևորներ են եղել, ոչ ոք վնասվածքներ չի ստացել, չի տուժել նաև ավտոբուսի վարորդը։ Ըստ Երևան ավտոբուսի փորձառու աշխատող է։ Ընկերությունը բացառում է, որ վթարի պատճառը վարորդի ինքնազգացողության վատանալն է եղել։ Mercedes Sprinter-ի սեփականատեր Արմենն ասում է, այդ մեքենայով էր տունը պահում։ Էլ չի պահում, հրծավ։ Հիմա հետևում է, թե ինչպես են մետաղի ջարդոն դարձած իր մեքենան հավաքում տանում։ Չգիտի, թե քաղաքապետարանը կփոխհատուցի իր վնասը։ Ասում է, քարուքանդ եղած մեքենան հազիվ թե ստացվի վերանորոգել։ Մեքենան էսա, մի ստեղից 10 մետր ներքև կայանված է եղել։ Ես տունն եմ եղել, ինձ զանգեցին հարևաններն, ասեցին, որ աչկալուսանքը տվեցին, չասին։ Իչա տեսա այս վիճակն է։ Դեպքի վայրում սպորտ դպրոց կա, աշխատակիցն ասում է, լավ է աշակերտներն այդ պահին այդտեղով անցնելիս չեն եղել։ Շատ անհասկանալի էր, էլի ասենք ոնց կարար, ասենք եկա ավտոբուսը, այդ մեքենան ընդ է կայանված, տենց ինքը անցներ ու տենց հարված էր, այս ծառը պարկացրել էր արդեն, լավա մեքենաների վրա չեր ընկել։ Երթուղային ավտոբուսների մասնակցության վթարները շատացել են, նկատում են քաղաքացիները։ Դե անուշադրությամբ հետևանք է, ասենք այդ կարգի, որ ավտոբուսա քշում է, դի չի կարա էլ այդ կան անուշադրել մի, չգիտեմ, փորձանք այլ լինում։ Նորմալ չեն միս թվում վարորդները վարում, էլի, եթե զգուշ լինեն, չի լինել։ Ոմանք կարծում են, որ մայթեզրին կայանող մեքենաներն են վթարների պատճառը։ Ճանապարհը կայանելու տեղ չի։ Ճանապարհի եզրը երբեք կայանելու տեղ չի։ Ճանապարհի եզրերը միշտ պիտի ասա երթևեկության տեղ է։ Սա ավտոկայան չի, որ մարդիկ կայանում են, հետո ասում են դե կայանել ենք։ Ավտոբուսը պիտի երթևեկի առաջի գծով։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։